Այսօր պատրաստում եմ նրբաբլիթներ հավի միջուկով։ Նրբաբլիթի համար վերցրել եմ 4 հատ հավկիթ, 1 թեյի գդալ աղ, 2 թեյի գդալ շաքարավազ։ Այս ամենը միասին լավ խառնում եմ, այնուհետև ավելացնում 300-400 մլ կաթ։ Սա նույնպես խառնելուց հետո ավելացնում եմ նախապես մաղով անցկացրած 400 գրամ ալյուրը, այսպես քիչ-քիչ չափաբաժիններով, լավ խառնում եմ, մինչ գնդերի վերանալը ամբողջությամբ։ Եվ այս ամենից հետո նոր ավելացնում եմ կաթի մնացած մասը, ընդհանուր վերցրել եմ 1 լիտր կաթ։ Սա նույնպես լավ խառնելուց հետո ավելացնում եմ 4 ճաշի գդալ ձեթ և 300 մլ սառը ջուր։ Այսպես խառնում եմ և թողնում հանգստանա, պարտադիր պետք է թողնենք հանգստանա 20-ից 30 րոպե, որպեսզի խմորները հաջողվեն։ Եվ սիրելիներս, տեսեք, թե ինչպիսի հաջող խմոր է ստացվել։ 30 րոպե հետո, թավաները լավ տաքանալուց հետո, մի փոքր ձեթ եմ անում և սկսում պատրաստել նրբաբլիթները։ Շատ հաջողված բաղադրատոմս է։ Փորձեք, կհամոզվեք ինքներդ։ Հիմա ցույց կտամ, թե ինչ հաջող խմոր է ստացվում։ Այսպես ինչքան ուզում եք ծալեք, այնուհետև բացում եք, ինքն իր նախնական տեսքն է ստանում։ Այժմ պատրաստում ենք միջուկը։ Մի փոքր ձեթ եմ անում թավայի մեջ և ավելացնում սոխը։ Վարդագույն դառնալուց հետո ավելացնում եմ նախապես քերիչով անցկացրած գազարը, թողնում եմ եփի մինչ փափկելը և ավելացնում եմ նախապես խաշած և թելթել արած հավի դոշը, հավի կրծքամիսը։ Եվ այս ամենի վրա ավելացնում եմ մաղադանոց, 1 թեյի գդալ սև պղպեղ և մի փոքր աղես ճաշակի։ Քանի որ այս վիճակով չոր էր ստացվում, ավելացրեցի արգանագից հավի։ Եվ կափարիչը փակում եմ, թողնում եմ եփվի, մոտ 5-ից 10 րոպե։ Այժմ պատրաստում եմ նրբաբլիթները։ Շատ համեղ և հաջողված բաղադրատոմս է։ Խորհուրդ կտամ անպայման պատրաստել։ Եվ այսպես ձևավորում եմ խմորը և վերջում տապակում եմ։ Տեսեք ինչքան հաջող խմոր է ստացվել։ Բարի ախորժակ, սիրելիներս։